Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 1։ Սրա համար եղբայրք ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատ անեք, որովհետև սրանք անելով երբեք հանցանքի մեջ չեք ընկնի։ 2 Պետրոս 1:10 խոսք։ Անկասկած, մարդու բաժինը Քրիստոսի մեջ կամ նրա շնորհի վիճակը կարելի է իմանալ և դա ավելի մեծ վստահությամբ, քան մարդիկ ենթադրում են։ Ավելին, այս բաժնի իմացությունն ավելի հեշտ է ձեռք բերվում, քան շատերը պատկերացնում են, քանի որ Տերը ոչ միայն մարդկանց պատվիրել է ճանաչել այս բաժինը նրա մեջ որպես հասանելի մի բան, այլև շատ սրբեր արդեն իսկ հասել են Քրիստոսի մեջ իրենց և Աստծո մեջ իրենց բաժնի, որպես իրենց սեփական Աստծո հաստատ համոզման։ Որքան հաճախ են նրանք նրան անվանում իրենց Աստվածը և իրենց բաժինը, և որքան համոզված է Պողոսը, որ ոչինչ չի կարող նրանց բաժանել Աստծո սիրուց։ Ուստի մարդու շնորհի վիճակում գտնվելու մասին գիտելիքը հասանելի է, և այդ գիտելիքը, որին կարելի է հասնել, դատարկ երևակայություն կամ ինքնախաբեություն չէ, այլ ամենայն վստահության արժանի և հաստատ գիտելիք է։ Մարգարեն եկեղեցու անունից խոսելով ասում է. «Անկասկած դու մեր հայրն ես»։ Սա պարզ է նաև հետևյալից. այն գիտելիքը, որը խոհեմ մարդուն ամենածանր և իրական նեղությունների մեջ իսկական մխիթարություն է պարգևում, չի կարող լինել երևակայության արդյունք, այլ պետք է լինի հաստատ ու վստահելի գիտելիք։ Եվ հենց այդպիսին է այդ գիտելիքը, որովհետև երբ ժողովուրդը խոսում էր Դավթին քարկոծելու մասին, Դավիթը զորացավ Տիրոջ, իր Աստծո մեջ։ Նա ասում է. «Չեմ վախի բյուրավոր ժողովրդից, որ 4 կողմովս պատել են»։ Սաղմոս 3:6 խոսք։ Հաստատ գիտելիքն այն է, որը իմաստուն վաճառականին մղում է վաճառելու իր ամբողջ ունեցվածքը, որպեսզի ձեռք բերի ու վստահորեն պահի այն, ինչ իսկապես արժեքավոր է։ Դա այն է, որը մարդուն պատրաստ է դարձնում հրաժարվելու զավակներից, հողերից, նույնիսկ կյանքից և ուրախությամբ կրել ամբողջ ունեցվածքի կորուստը։